Մարզերում, գյուղերում երիտասարդների հետ մեր հանդիպումների ժամանակ ամենամտահոգիչ հարցը Պաշտպանության նախարարության վերջերս ընդունած որոշումն է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելու մասին։ Մարդիկ իրավամբ անհանգստացած են եւ դա շատ բնական է։ Բայց ես վստահ եմ, անհանգստանալ պետք է ոչ թե կրճատված ամիսների թվով, այլ ծառայության բովանդակությամբ, բանակի որակով եւ նրա առաջ դրված իրական խնդիրներով։ Ֆինլանդիան ունի 5.5 միլիոն բնակչություն։ Պարտադիր զինվորական ծառայությունը այդ երկրում մոտավորապես 8 ամիս է, բայց յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ վճարովի զինվորական պատրաստության է կանչում իր պահեստազորին եւ սպառնալիքի դեպքում կարող է ոտքի հանել իր 900 հազարանոց բանակը։ Մինչդեռ ֆիննական բանակի մշտական անձնակազմը մոտ 24,000 զինծառայող է։ Ուժը սա է եւ Հայաստանը պետք է գնա հենց այս ճանապարհով։ 18 ամիս ինտենսիվ ժամանակակից ծառայություն, դրան հաջորդող պարտադիր վճարովի կանոնավոր հավաքներ պահեստազորի համար, պրոֆեսիոնալ եւ բարձր վարձատրվող սպաներ, անօթաչուների, արբանյակների հետախուզության ամբողջական ցանցի ներգրավմամբ։ Երբ հակառակորդը գիտի, որ առաջին կրակոցը բերում է տեխնոլոգիական, արագ մոբիլիզացվող բանակի պատասխան հարվածը, նա այդ կրակոցը պարզապես չի անում։ Սա է խաղաղության իրական երաշխիքը, ոչ թե օրացույցի թվերը կամ մերկապարանոց հայտարարությունները։